Անաբազորյա հացի սիրելի ունգընտիրներ, այսօր 26-րդ մեր այս սերդողությունը գահանե մեզ Դադաստանի մուխեն և գմրցնե հավիդենականության աննգարակրելի վիցին մեջ։ Այդնության 21-րդ գլուխը պատասխան է մարդկության բոլոր հարաճանքներուն, ասիկա այն վայրն է, ուր պատմությունը գահասնի իր նպատակին, Աստված կբնակի իր ժողովրդին հետ։ Վերջապես, պատերազմը ավարտեցավ, մահը չնչվեցավ և արդյունքները չորցան։ Հայտնություն 21-րդ գլխում մեջ Հովհաննեսը կտեսնե նոր երկինք և նոր երկիր, որովհետև առաջին երկինքն ու երկիրը անցան։ Այսօր մենք կառչած ենք այս աշխարհին, որ հետս հետե կքայքայվի մեր աչքերուն առջև։ Մենք կտեսնենք ավերակներ, հիվանդություններ և անվերջանալի սուգ։ Սակայն գահին վրա բազմողը կհայտարարե, ահա ամեն բան նոր կնեմ։ Տուն, պատրաստ ես տեսնելու նոր Երուսաղեմը, որ երկինքեն կիջնե զարդարված, ինչպես հարսմը իր պեսային համար։ Ասիկա քաղաք մնե, որում փողոցները ոսկի են, իսկ դռները մարգարիտ, բայց անոր ամենամեծ պարքը ոչ թե թանկագին քարերն են, այլ այն իրականությունը, որ Աստուծո խորանը մարդոց հետ է։ Այլևս հիվանդանոցներ պիտի չլան, գերեզմանատուներ պիտի չլան և այլևս բաժանում պիտի չլա։ Պատրաստ ես քու քաղաքացիությունդ հաստատելու այս հավիտենական քաղաքի մեջ, թե դակավին կփորձես կառուցել քու կյանքից փլուզվող ավազի վրա դներ։ Նոր երկինք, նոր երկիր և Աստուծո բնակությունը 26 մարտն է 2026 կշարունակենք հայտնության գրքի մեկնությունը 21-րդ գլխում եկենք 27-ը հանաբազորյա հացի սիրելի ունգընտիրներ։ Այսօր մենք կբանանք հայտնության գրքի ամենալուսավոր էջը։ Հովհաննես կտեսնե նոր երկինք և նոր երկիր։ Ասիկա չի նշանակեր, թե Աստված բարձաբես պիտի նորոգե հինը, այլ ան պիտի ստեղծե բոլորովին նոր իրականությունը զերծ մեղքի անեծքեն։ Ձովը այլևս չկար գսե։ Ձովը հայտնության գրքի մեջ խորհրդանիշն է խռովության, բաժանման և չարիքի աղբյուրի։ Այսօրվա աշխարհի ձովերը կփոթորկին պատուհասներով, բայց հավիտենականության մեջ կա բացարձակ խաղաղություն։ Արթնության կոչը մեզ կհիշեցնե այսօրվա քու դարաբանքդ հավիտենական չէ։ Աստված պատրաստած է նոր սկիզբը։ Ամենահուզիչ խոստումը 4-րդ համարն է։ Աստված անոնց աչքեն ամեն արցունք պիտի սրբե և այլևս մահ պիտի չլա, ոչ սուգ, ոչ աղաղակ։ Այսօր մենք կապրինք արցունքի հովիտի մեջ։ Պատուհասները մեզ մեկի խլեն մեր սիրեիները, հիվանդությունները կդանչեն մեր մարմինները, բայց Տերը գսե այդ բոլորը անցան։ Մարգարեական պատգամը մեզ կհարցնե, դու ունիս այն հույսը, որ մահեն անտին գնայի։ Եթե դու Քրիստոսի հետ ես, մահը քեզ համար ոչ թե վերջաբան է, այլ դուր դեպի այս նոր երկիրը։ Աստված ինք պիտի մոտենա քեզի և սրբե քու վերջին արցունքդ, ասիկա է մեր հավատքի վերջնական մխիթարությունը։ Հովհաննեսը կնկարագրե նոր Երուսաղեմը, անիկա ոսկի է քաղաք է, բայց այդ ոսկին մաքուր ապակիի պես է։ Այդ քաղաքի մեջ չկա տաճար, որովհետև ամենակալ Տեր Աստվածը և Գառնուկը անոր տաճարն են։ Այլևս գարիք չկա կրոնական ցևականություններու կամ ծեսերու, որովհետև մենք պիտի տեսնենք Աստված դեմ առ դեմ։ Այդ քաղաքը արևի կամ լուսնի գարիք չունի, որովհետև Աստծո փառքը կլուսավորե զայն։ Այսօրվա հոգևոր և ֆիզիկական խավարը պիտի գլանվի Գառնուկի ջրակով։ Արթնության գոչը մեր պատգամին կհրավիրե ըլլալու լույսի զավակ, որպեսզի արժանի ըլլանք քայլելու դեպի լուսավոր փողոցներուն վրա։ Սակայն խիստ նախազգուշացում մը կա։ Անոր մեջ բնավ պիտի չմտնե որևէ բղծություն կամ անոնք, որոնք բղծություն և սուտ կգործեն։
Այդնություն 21-ը գտվարգե անոնց, որոնք դուրս պիտի մնան վախկոտները, անհավատները, բիղձերը, սպանողները, բորնիկները, գախարտները և գրաբաշտները։ Անոնց բաժինը գրագե լիճն է։ Այսօրվա պատուհասները մեզ կնախապատրաստեն այս սրբության։ Դու չես կրնար մտնել նոր Երուսաղեմ քու հին մեղքերով։ Մարգարեական պատգամը հստակ է, մաքրե քու կյանքդ այսօր։ Եթե դու կսիրես սուտը, դու տեղ չունիս ճշմարտության քաղաքի մեջ։ Սրբությունը ընտրություն չէ, այլ քաղաքացիության պայման։ Այսօր արթնության գոչը քեզ կսե։ Ես ծարավի կամ ծարավին պիտի դամ կյանքի ջուրի աղբյուրեն ծրի։ Դու ծարավ ես իրական խաղաղության, իրական սիրո և իրական արդարության։ Այս աշխարհի աղբյուրները դառն են, բայց Տեր Հիսուս քեզ կհրավիրե խմելու հավիտենականութենեն։ Հաղթողը պիտի ժառանգե այս ամենը։ Դու ինչ կփորձես ժառանգել։ Այս երկրի վրա դրամ, որ պիտի մոխրանա, թե փառք, որ պիտի անհետանա։ Դարձիր հաղթող։ Հաղթելով քու վախերուդ, քու ցանկություններուդ և աշխարհի հրաբույրներուն, որպեսզի նոր Երուսաղեմը ըլլա քու հավիտենական տունը։ Նոր Երուսաղեմի դռները երբեք չեն կոծվիր։ Ասիկա կնշանակե բացարձակ ապահովություն։ Այսօր մենք կբնակենք քոծ դռներու ետին, վախնալով քողերեն, պատերազմներեն և հիվանդություններեն, բայց Աստծո քաղաքի մեջ վախ չկա։ Այդ քաղաքը չափված է հրեշտակի կողմէ և անիկա կատարյալ է իր չափերով։ Աստված ամեն ինչ պատրաստած է մանրամասնությամբ։ Գալիք օրերը կրնան ըլլալ սատանող կամ դատանող ներողություն, բայց քու հավիտենական հիմքերդ անցասան են։ Տերը կհայտարարե. ես եմ ալֆան և օմեգան, ես եմ այբը և վեն, սկիզբը և վախճանը։ Ամեն ինչ սկսավ անորմով և ամեն ինչ պիտի ավարտվի անոր փառքով։ Հաղթողին համար Հայտնություն 21-րդ գլուխը պատուհամն է դեպի այն իրականությունը, որուն համար արժե ապրիլ և մեռնիլ։ Մենք չենք վախենար աշխարհի վախճանեն, որովհետև մենք կսպասենք նոր երկնքին։ Այսօրվա պատուհասները մեզ կհիշեցնեն, որ մենք բանտուղտներ ենք և տապարական այս աշխարհի վրա։ Մեր հայրենիքը երկինքն է, մեր տունը նոր Երուսաղեմն է։ Ուրեմն մի դրդնչաք ձեր նեղություններուն համար, այլ նայեցեք այն փառքին, որ շուտով պիտի հայտնվի։ Անաբազորյացի սիրելի ունգընտիրներ, արթնության այս գոչը վերջնական է։ Աստված ամեն բան նոր գնե։ Դու գուզես ըլլալ այդ նորության մասը, ապաշխարությունը քեզ կնորոգե հիմա, որպեսզի նոր երկինքը քեզ ընդունի վաղը։ Պատրաստվիր, որովհետև նոր Երուսաղեմի լույսը արդեն գծակի հորիզոնի վրա։ Միայն անոնք, որոնք անունները գրված են քարնուկի կենաց գրքի մեջ, պիտի մտնեն այդ մարգարեական դռներ։ Անաբազորյացի սիրելի ընտանիք, լսեցեք ինչ որ հոգին գսե եկեղեցիներուն։ Աշխարհը կանցնի, բայց նոր Երուսաղեմը հավիտյան կմնա։ Ամեն։